ցանկացած մասնագիտության միջի մարդը կասի, չես կարող ասենք ինչ որ քիչ փողով եսի ինչ ստանաս։ Ու թող չթվա թե եսի ինչ սուպեր պրոյեկտներ եմ նկարել, ասենց մեծ խոսում եմ։ Մեր ազգը սիրում է ամեն ինչ քննարկել, քննադատել։ Չպիտի բողոքենալ որակից, որովհետև իրանցից էլ է գալիս, որ չի լինում աճել։ Բայց արդյոք մենք ուզում ենք լինել անճաշակ անորակ պրոյեկտների մասնակիցներ, որոնք ունեն շատ դիտումներ։ Մի օրվա մեջ օրինակ 40 տեսարան պետք է նկարվես։ Չի նայվում է, որ նկարվում եք այդ ախր բան։ Պետք է մի քիչ հարգես քեզ ու քո մասնագիտությունը ու փորձես քո ոլորտը մի քիչ ավելի լավը դարձնել։ Ողջույն սիրելի հետևորդներ, արդեն կարող եք թողնել ձեր մնացած բոլոր զբաղմունքները, մոռանալ ամեն ինչ, որովհետև մենք արդեն կապի մեջ ենք։ Իսկ իմ այսօրվա հյուրերն են իմ շատ լավ ընկերներ, շատ լավ ռեժիսորներ, շատ լավ դերասաններ, շատ լավ հայրիկներ եւ շատ լավ մայրիկներ, Հովհաննես պիտի Դավթյան ասի, Հովհաննես Ղազարյանը եւ Էվելինա Շահիրյանը, բարև ձեզ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ դու։ Շատ լավ, շատ լավ։ Ես ասեմ, որ շատ ուրախ եմ ժողովուրդ, այսքան ուրախ եմ, ժպիտը հասնում եմ միջև ակաժներից, որովհետև ես շատ վաղուց ուզում եմ, որպեսզի Հովհաննեսը իմ հյուրը լինի։ Իսկ Էվելինան ոչ։ Դրա համար ես Էվելինան ոչ։ Քանզի իմ հյուրերից մեկը ռեժիսոր է, մեկը դերասանուհի, ես ուզում եմ խոսենք մեր ոլորտից։ Հովհաննես ջան, դու մեր ոլորտում երկար տարիներ աշխատում ես, դու էլ նույնպես, մի քիչ ավելի քիչ, բայց կլինի։ Նայ, sense մի հատ կարծիք կա, դու կարծիքը որն է, շատերը ասում են, որ հիմա ասում են հայկական շուկայում, որ ասում են սերիալ արտադրությունը կամ ֆիլմ արտադրությունը մեր դուրը չի գալիս, անորակ է, վատն է, տեսել եք դասում ինչեր են անում, դուք ինչեր եք անում, ո՞նց ես վերաբերվում այս քննադատություններին։ Նայ, քննադատությունները իրականում եթե օբյեկտիվ են լինում, նորմալ են վերաբերվում։ Եթե այդ դիվանի կրիտիկայի մակարդակի է լինում, նորմալ չեն վերաբերվում, որովհետև երբ որ մարդը կարա պրոստը մի հատ Netflix-ից պրոյեկտ դնի նայի ու մեր մոտ եղած մի հատ պրոյեկտ դնի նայի ու ասի տեսն դե ինչ արած, դե ուղղակի մի հատ բան պետք է հաշվի առնել, որ փողն է ամբողջ խնդիրը, որովհետև երբ որ ինչի են մեր ոլորտի մարդիկ թանկ վարձատրվում դրսում, որովհետև մեր գործը մեզանից էներգիա է շատ տանում ու մեր կյանքի բան չի էլի, գրաֆիկով աշխատող չես, որ առավոտ 9-ին 10-ին գնաս գործի, երեկոյի 7-ին գաս տուն, չգիտեմ, շաբաթ կիրակել ընտանիքիդ հետ գնաս քաղաքից դուրս պիկնիկ անես, խառը անկանոն գրաֆիկ է, որ սա քո կյանքը գնում է ու Հայաստանում ըստ դրա չենք մենք վարձատրում ոչ մեկս ու դու բացեցիր Պանդորայի արգղը բացեցիր դե ես պրոստը sense իմ սրտից էր խոսքերը դրա համար ու դրա համար երբ որ դրսում մարդը կարա ասենք այնքան փող ստանա որ ինքը ոչ մի բանով չզբաղվի ոչ մի բանով ու ինքը մենակ այդ անի, բնականաբար դեռ նկատի ունես, որ օրինակ համար որևէ դերասան գնա ու աշխատի պրոյեկտում ու ինքը խնդիր չունենա ուրիշ ոչ մի բանի մասին մտածել։ Հա, ոչ թե գնա, չգիտեմ, այդ կես տարին կամ մի տարին լրիվ տրվի այդ պրոյեկտը։ Հա, ոչ թե գնա խոսքի տեղ մի հատ, չգիտեմ, նկարվի գողականի տեղ, հետո տեից հելնի վազի, նկարվի մի հատ, չգիտեմ, տան աշխատող պապայի տեր, դրա համար այդ է ամբողջ խնդիրը, բայց որ մեր ոլորտում կա դրական տեղաշարժ ու կան ստրիմինգային սերվիսներ, որոնք արդեն ես ինչ կան է ծելեներում ունենամ ընկերներ ու հարազատներ, բայց ստրիմինգը այսօր կրում է ծելեին ու լավ անում, որովհետև երբ որ գումար են մարդիկ իրոքներ դնում ու դա զգացվում է, դա կադրի որակից է զգացվում, դա սցենար գրելու պրոցեսն ավելի երկար ժամանակ տրվում, ոչ թե գալիս ես պլաշատկա, էլի ասում փառք Աստծո, ես դենց պրոյեկտում չեմ աշխատել, որ պլաշատկայում սցենար ուղարկեն, բայց այդ ամեն ինչը մի օր պետք է չլինի էլ, անկեղծ եմ ասում, որովհետև արդեն շատ գրդոնի մի հատ ուրիշ լևելի ենք մենք հասել, որը որ արդեն անընդունելի էր ու երբ որ մենք սովորում ենք, ինքնակրթվում ենք կամ մասնագիտական կրթություն ենք ստանում այդ ամեն ինչի համար, ինձ թվում է, չգիտեմ, պետք է մի քիչ հարգես քեզ ու քո մասնագիտությունը ու փորձես քո ոլորտը մի քիչ ավելի լավը դարձնել։ Ու ինձ թվում է մեր սերունդը հենց հիմա գնում է այդտեղ ու արդեն
տեղաշարժ կա ու ես տեսնում եմ ոչ թե որպես բան, ոլորտի մարդ, այլ որպես զրիցել, պրոյեկտներ կան, որ հայկական ես նայում եմ, այսինքն բաներ կա, որ կադրից արդեն ուրիշ բան է ստենում ու մեր դերասանները վերջապես այսքան տարվա մեջ իրանք որակով կարծինկայի մեջ են երևում, չեն երևում պրոստը, որտեվ հիմա անկեղծ TV-ներում երկար սերիալները նենց տեխնիկայով են նկարվում, որ այսօրվա iPhone-ները ավելի լավ են նկարում ու մեկը պետք է այս մասին խոսար, թե չէ, չգիտեմ։ Այդ դիտումները մի հատ էլի կարամ շարունակեմ, քանի ոգևորված եմ, էլի տոնուսի մեջ եմ։ Ես արդեն ուզում եի անցում կատարել ինչ որ դու ես ասում, ես նոր ուզում եի դրա վերաբերյալ հարց տալ, բայց ասեմ։ Ուզում եմ այդ դիտումներից խոսամ, որ ասում են դիտում ունի, վсё, ուրեմն էսա։ Okay, կարա ունենա դիտում, բայց արդյոք մենք ուզում ենք լինել անճաշակ, անորակ պրոյեկտների մասնակիցներ, որոնք ունեն շատ դիտումներ, թե մենք կարանք լինենք լավ պրոյեկտների մասնակիցներ, որոնք սկզբում կունենան մի քիչ դիտումներ, հետո արդեն կշատանան այդ դիտումները։ Ես թվում է ստեղ պետքա հարցը ման ու պետքա ժամանակ առ ժամանակ ինվեստիցիաներ անել ու ապդեյթ անել տեխնիկական։ Ես էսի անկեղծ ոչ մեկի չեմ ուզում ներկայացնեմ ու թող չթվա թե ես ինչ սուպեր պրոյեկտներ եմ նկարել, ասենց մեծ խոսում եմ։ Չէ, ես խոսում եմ սրտացավ մարդ որպես, այս նույնը ես կարայի ռեժիսոր չլինելով է խոսայի, պրոստը որպես հայ մարդ, հայ տղա, որ ուզում եմ, որ իր երկրի կինոարտադրությունը լավը լինի։ Դու բախվել ես նմանատիպ քննադատությունների, Էվելինա։ Նմանատիպ ինչպես քննադատությունների։ Ոնց որ օրինակ վերեցի, որ օրինակ ինձ շատ ա եղել, որ թե ծանոթ թե անծանոթ մարդիկ ասել են դե լավ դե բանը մենք ոնց չի նայվում այդ որ նկարվում եք այդ ախր բան Դե միշտ այդ խոսակցությունները ես դա ուզում ասել որ միշտ կան ու միշտ լինելու են որովհետեւ մեր ազգը սիրում է ամեն ինչ քննարկել, քննադատել, լավը գնահատելը շատ քիչ ու հազվադեպ դեպքերում է լինում թեմա լինի որ կարողանաս քննադատել ինչ որ վատ մեկնաբանություններ գրես անպայման ինչ որ մի կեղտոտ բան բռնես այդ մեր ազգի մեջ չգիտես ինչի sense նստած է ու ոչ մի կերպ չի ուզում այդ տեսակը դուրս գալ բայց այդ ինչ խոսքը գնում է որակյալ պրոյեկտների մասին կամ չգիտեմ կարճ պրոյեկտների մասին այդ այնքան դերասանի համար կարևոր պահ է որ ինքը մի օրվա մեջ օրինակ 40 տեսարան պետք է նկարվես չգիտեմ անդադ ինչ որ անդադ արագ-շոր փոխես էսանես անես ու մեկ էլ այդ մեզ մի պրոյեկտում որտեղ ընդամենը օրվա մեջ չգիտեմ 6-7 տեսարան ես նկարվելու ու ավելի շատ ժամանակ է տրվում կերպարի մեջ մտնելու աշխատելու ու տենց ավելի պրոֆեսիոնալ ես մինչև սյոմկան չիտկաներ միանշանակ ու դու քեզ շատ ավելի պրոֆեսիոնալ ես զգում այդ բանին ու ավելի մեծ հնարավորություններ ունես քո պոտենցիալը ցույց տալու այդտեղ քան արագ նկարվող սերիալներում ու դե չի կարա այն մյուսն էլ չլինի եկեք օբյեկտիվ դատել որտեղ այն մյուսը կողքին էլ պետքա լինի նաև այդ այն մյուսը թող լինի բայց այն մյուսը կարա մի քիչ ապդեյթ լինի իմ ասած է դա ես չեմ ասում չլինի թող լինի անի հիմնական գործը սախսե ճոգում ենք հա բայց իրականում ես միշտ բանի կողմնակից եմ որ այդ քո ասած թեմա որ ասում ես այդ դիտումների պահով որ շատ են նայում քիչ են նայում ես միշտ մտածում եմ որ մանավանդ TV-ով Եթե մարդը այն սպառողնա, որը ասենք երեկոյան կամ չգիտեմ ցերեկը մի խոսքով ինքը հեռուստացույց է միացնում ու նստում է հեռուստացույցի դիմաց, հեռուստացույցը ինչ ցույց տան էտա նայելու։ Կարող է դաժե չնայի է գործից հոգնած գալիս է տուն ասում աղջի մի հատ հաց դիր ուտեմ ու միացրած է տելևիզորը ու էդի ինտեղ ցույցը։ Բայց ինչ ցույց տան էտա նայելու, այսինքն իմ համար ոնց որ շատ ու քիչ դիտում է, այդքան էլ բան չի, այսպես ասած չափանիշա, որովհետև ամեն դեպքում դե հիմա մենք անում ենք որ հանրությունը նայի ու ինչքան շատ են նայում, այդքան բնականաբար բոլորս էլ մեզ լավ ենք զգում, դες չի տենց բան ենք մենք գաղափարի համար անում ենք, չի հետաքրքրում մեզ ոչ մի բան։ Բայց ամեն դեպքում այդքան էլ մեծ չափանիշ չի։ Դե տես մի հատ բան կա, ասում են սպառողին ենք բավարարում, հա, մեր տվածով, բայց ամեն դեպքում կարող է սպառողի մակարդակը բարձրացնել այն մակարդակին, որը որ տակ։ Էդ էլ է կարևոր։ Լավ, մի sense բան, այ ասում ես, չէ, որ նշեցիր որ ֆինանսը շատ մեծ խնդիր է ու դա ռեալ տենց է, որովհետև ֆիլմ արտադրությունը, ընդհանրապես արվեստը շատ մեծ ռեսուրսներ է պահանջում։ Մանավանդ ֆիլմ արտադրությունը, որովհետև չես կարա դե ցանկացած մասնակցության միջի մարդ է կասի, չես կարա ասենք ինչ որ քիչ փողով եսի ինչ ստանաս։ Որակ չես կարա ամեն դեպքում ստանաս։ Էդի գիտես խիա այդ բանը ինստիտուտում երբ որ աշակերտներին, ուսանողներին ասում են սցենար լավ ունեցեք, ելեք հեռախոսով էլ նկարեք, ու դա մտնում է երեխեքի մեջ ու իրանց չեն ասում, որ դա մի հատ փուլից հետո էլ ակտուալ չի, այսինքն մի հատ փուլից հետո արդեն քո ասած փողն է, որ պիտի արվեստը
դարձնի այն ինչ որ պետք է։ Ինձ թվում է խնդիրը է դա, որ մարդիկ ասում են ես հեռախոսով էլ կարամ շեդևր ստանամ։ Ու ինչ է ուզում ասեի, ինձ այսպես ասած ոնց ասեմ, երևի նեղում այսպես ասած դուր չի գալիս այն փաստը, որ տեսելի մարդիկ բողոքում են, որ իրանց դուրը չի գալիս, որ որակը վատնա, բան, բայց հիմա այդ քո ասած այդ սթրիմինգային այդ հավելվածները, որ հայտնվել են արդեն հայկական, հա, ինչ որ որակը մի քիչ ուրիշ մակարդակի բաներ են փորձում անեն, այդ դեպքում էլ շատ-շատերը բաժանարդագրվելու փոխարեն, ինչը այտենց այն շատ փոքր գումար ասենք, հաստատ միջին վիճակագրական բոլոր մարդիկ այդ գումարը օրական ինչի վրա ասես ծախսում են, կլինի, չգիտեմ, ծխախոտ, ալկոհոլ կամ ուղակի կանֆետ, ափսոսում են այդ գումարը ու ամեն ձև գտնում են, որ այդ իրանց սերիալը նայեն ուրիշ ձևով, ինչ որ միտեղից այնց անվճար նայեն, բայց իրանք հաշվի չեն առնում են, որ եթե իրանք տենց են անում, ուրեմն չպետք է բողոքեն որակից, որովհետև իրանցից էլ է գալիս, որ չի լինում աճել։ Այդ բանը, որտեվ չկա գիտակցում էր, որ տամ փող, որ այդ մարդիկ ավելի որակով բաներ անեն, դա չկա այդ գիտակցումը։ Լավ, Հովանես ջան, Էվելինա ջան, այսպես մի հատ անցում կատարենք։ Ես ուզում եի նաև խոսայի ձեր հետ, քանզի չնայած այդ ամեն ինչը տեղյակ եմ ես տեսնում եմ ամեն օր, բայց դե մեր հետևորդների համար խոսենք։ Ոնց եք դուք կազմակերպում ձեր առօրյան, որովհետև ձեր գրաֆիկները ես գիտեմ, որ շատ խիտ են եւ դուք ունեք նաեւ երեխա փոքրիկ։ Այ ոնց եք կազմակերպում։ Այս բայ դրությամբ իմ գրաֆիկը այդքան էլ խիտ չի, հիմնականում թատրոնի զբաղվածությունն է, թատրոնն էլ արձակուրդի մեջ է, բայց իմ ամբողջ օրը կառուցվում է Դանիով։ Ոնց արեց, դե հա, բայց իրականում ինչքան էլ Դանիով զբաղվածությունս լինի, դու էլ ինքդ գիտես տեսնում ես, որ մենք ամեն տեղ գնում ենք Դանի հետ, առանց Դանի, այսինքն մեր օրը մենք չենք ծանրացնում, որ վայ մենք երեխա ունենք, ես երեխա ունեմ, ես ամբողջ օրը տանն եմ, ես այնքան տանջված եմ, չէ, ես այդ ամեն ինչից մի քիչ շատ հեռու եմ ինձ պահում ու այս կյանքը վայելել է պետք ու պետք չի ամեն ինչը ծանրացնել, երեխու վրա գցել, կյանքի դժբախտությունները վերագրել երեխուն ու տենց զբաղված մամա, զբաղված կին ձևանալ, որտեղ այս կյանքը շատ թեթև է պետք ապրել ու ամեն ինչ էլ կարա այդ սիտուացիային հարմարեցվի ու կախված է մարդուց։ Քո իր օրը ոնց կկազմակերպի, ինչքանով թեթև ու ծանր։ Երիտասարդը ձեզ օգնում է երեխայի հարցում։ Երբ որ տանն է լինում, այո։ Երիտասարդը տանը լինում է։ Վերջի շրջանում ոչ։ Վերջի մի բայց անկեղծ մի տարի տանն եմ։ Վերջին մի ամիս է։ Դու ինձ մի խայդարակ կենես։ Չէ, իրականում Հովան լավ ամուսին այդ առումով ու շատ օգնել է, բայց օգնել է, անցյալով է խոսում։ Հրաչ ջան, անցյալով է խոսում։ Այն օրը որ ծննդատան է, երրորդ օրը Հովան էր եկել մոտս մնալու, դες վիրահատությունից հետո եւ այլն։ Հովան եկավ, մի քիչ զրուցեցինք, երեխան այդ ընթացքում քնեց, պարկեց քնեց, հետո երեխան լացում էր, չի էլ լսել, չի էլ։ Բայց եկել է, չէ։ Լյուդովիկո Էյնաուդի է դրել, որ երեխես լսի նոր ծնված ժամանակ։ Չէ, բայց իրականում օգնել է սկզբնական շրջանում մինչև քնել բա, հիմա չենք տեսնում։ Աշխատում եմ։ Գումար եմ բերում տուն։ Այն որ ասում էի մեր ոլորտում քիչ են վարձատրում, դրա համար պետքա շատ աշխատեմ, որ կարողանամ մի բան հասցնեմ։ Երեք Ժորժա, մարդիկ իրենց երեխաները ինչ են տեսնում։ Տեսար ոնց կապեցինք մասնագիտական զրույցը այս առօրյա զրույցի հետ։ Բայց հեշտ է մեր մասնագիտություն ունենալով համադրել ընտանեկան կյանքի հետ։ Հələ քո զբաղվածությունն էլ ասում ես բանա, մի քիչ էս բային քիչ է, չէ՞, բայց պատկերացնում ես, ասենք ակտիվ նկարահանումների մեջ լինես։ Դե եղել եմ, երբ որ դա 2 ամսական չկար գնացել եմ թատրոն, 3 ամսական էր, պրոյեկտում եմ նկարվել։ Դե եթե օգնող ունես, ամեն ինչն էլ հեշտ է լինում։ Դե Հովանեսի տեսքով չէ օգնողը, մամայի տեսքով, եթե օգնող ունես, այո։ Ում երեխաս ավելի շատ է սիրում, քան ինձ, չգիտես ինչի։ Դե հիմա ինչ արած։ Տատիկին միշտ է շատ են սիրում։ Դե բայց ոչ է աստիճան, որ ամբողջ օրը տանը չլինես, խառը լինես, գազուսանաս երեխա գրկես, տտվի էլի թռնի տատիկի մոտ։ Իսկ դու ո՞նց ես օրինակ պատկերացնում, ձեր երեխան մի քիչ շատ փոքր է այդ этаպին չեք հասել, բայց հայրության առումով դու այսինքն ինչ հայրիկ ես լինելու։ Ինձ թվում է այտենց ընկերական եմ ավելի շատ, ես իր հետ։ Դեպքում ընկերական մոտեցումը կարծում ես որ ճիշտ է։ Հա, որովհետև երբ որ ծիրան ես լինում, երեխու ծիրան չէ, ծիրան։ Տիրամիսու։ Երբ որ երեխան վախենում է քեզանից, ինքը քեզանից թակուն կսկսի լիքը վատ բաներ անել ու դու սկի չես իմանա այդ մասին։ Բայց երբ որ դու իր հետ ընկեր ես, կարող է վատ բան անելուց է քո հետ կիսվի։
ասենք կա, ասի sense բան եմ ուզում անեմ, ինչ խորհուրդ կտաս, այդ վաղ կասես մի արա կամ որանես sense հետևանքներ կունենա։ Համակարծիք ես Հովանեսի հետ այս թեման։ Հա, համակարծիք եմ ու ինձ թվում է Դանին ինձ շատ ուրախ մանկություն պատանեկություն է ունենալու, որովհետև մեր տանը միշտ մարդ կա։ Ու Դանին էլ արդեն այնքան է ուրախ։ Որ քո մասին տենց արտահայտվում ինչ ասել։ Մեր տանը միշտ հյուրեր կան ու Դանին էլ ահավոր ուրախանում է, որ հյուրերի է տեսնում ու արդեն սկսել է ռեակցիա տալ, երբ որ մարդիկ գնում են, գալիս են դրանց ու մեր տանը միշտ ուրախ է հիմնականում անցնում ու այդ ընկերական շփումը տեսնելով ինձ թվում է Դանին էլ կսկսի մեր ընկերների համար լավ ընկեր լինել, որտեղ հիմնականում տարիքային տարբերությունը քիչ է լինելու իրենց մեջ։ Ասենք Դանին մեծանում է ու արդեն չգիտեմ։ Եկել է մասնագիտություն ընտրելու պահը։ Դու ոնց ես պատկերացնում, ասենք ինչ որ բան ասում, դու չես ուզում։ Դες կարա լինի նախ եւ առաջ։ Որ չուզենակ ասեմ։ Չգիտեմ, որոշել եմ ես դառնամ դերձակ, դու էլ ասես, չէ, ոնց կլինի, տես դու պիտի գնաս էսի մուդես։ Չէ, դենց չեմ անի, ես իրան պրոստը կարող օրինակներով պատմեմ, բերեմ, ես չգիտեմ այդ ժամանակ կյանքը ինչպիսին կլինի, որտեվ արի ընդունենք, որ հիմա ավելի թանկ է տառ է ապրելը։ Այսինքն այն ժամանակ մենք կարանք օրինակ մի քիչ գումար աշխատենք, բայց ոնց որ մեր կոմֆորտը տենց նորմալ ապահովենք, հիմա չես կարա քիչ գումարով նորմալ ապրես, որովհետև ապրելը իրոք թանկ է տառ է ու այն ժամանակ շատ է մեծացել Հովանես ասում։ Չէ, ոնքերց էլի, տենց չի տվեք։ Իրան պրոստը պիտի բացատրվի, որ եթե դու ընտրում ես այս մասնագիտությունը, որը որ օրինակ քեզ քիչ գումար է բերելու, բայց քո ոնց որ ներքին բավարարվածությունն ես ստանալու դրանից, պետք է նաև նենց մի հատ բան ունենաս, որ կարողանաս գումար աշխատես, ոնց է հիմա օրինակ ես համ մեզ են, չէ՞ ասում։ Չէ, ես հիմա օրինակ համ ռեժիսոր, համ էլ մոնտաժ եմ անում։ Այսինքն եթե ես այդ մոնտաժը չանեմ, մենակ ռեժիսոր լինելով, դա մի քիչ սուտ կլինի, որ կարողանաս ապրես ճոգիր Հայաստանում ենել։ Դրա համար պետք է մի հատ ինչ որ ալտերնատիվ բան էլ ունենաս բացի այն նրանից, ինչը որ քոնն է, էլի։ Ինձ թվում է ես երախոն էլ այդ կասեմ, չեմ ասի, վայ մի այս բանը մի ընտրի։ Մեր ոլորտի մարդիկ միշտ ասում են, չէ, վայ մեր երեխան հանկարծ արվեստի բնագավառը չընտրի։ Դե ես ամեն ձև օրինակ ես չեմ ուզում ինքը արվեստի բնագավառը բռնի, բայց որ Հիմա ծերոնք չէին ուզում, որ դու բռնես։ Ես հենց այդ էի ուզում ասեի, որ ինձ էլ իմ տանեցիները չեն ցանկացել, որ ես այս ուղին շարունակեմ, բայց չեն խանգարել։ Այսինքն չեն ցանկացել, բայց չեն խանգարել, ինձ էլ ես կանեմ, բայց կփորձեմ հնարավորինս ամեն ինչ անել, որ ես ոլորտը խանգարեմ, ես չեմ ուզում Նույնս կուզեմ օրինակ Չէ, առանց խանգարելի։ Օրինակ ես մի քիչ որ պատկերացնում եմ, այնքան վախենալու է ինձ թվում, այդ вообще այդ երեխա ունենալուն եւ իրան մեծացնելու Դե вообще հա ճիշտ է։ Հիմա ես չեմ խորանում, ես որ խորանամ իրոք վաղ։ Ջոգում ես դու մի հատ մարդ ես ունեցե, ով որ խոսքի, այսինքն դու ես իրան ստեղծե, կարող է մեծանալ շատ բան օգտակար մարդ լինի, կարող է մեծանալ ինչ որ եսի ռեցիդիվիստ դառնա։ Ու դու ես երեխան Kinder Surprise։ Kinder Surprise, չգիտես ինչա ջոգի, բանի մեջ էր Forest Gump-ի մեջ էր ասում жизнь как коробка шоколад, никогда не знаешь, что внутри, նույնն է երեխան է, չգիտես ինչ կմեծանա, ինչքան է դաստիարակ ես, ինչքան է բան անես։ Չէ, բայց մարդը ինքը իրանով է լինում։ Ինչքան Դու է ես դաստիարակելով այդ դրան ստեղծ։ Իրականում որ մարդու հոգեբանությունը որ նայում ես, մանկությունից այնքան տրավմաներ կա, որ երեխուն մոտ մանկությունից գալիս են ու դա դառնում է տրիգեր ու երեխան մեծանալով ինչ որ վատ հատկանիշներ ձեռքաբերում այդ մանկությունից եկած տրավմայից ու դրա համար պետք է հնարավորինս փորձենք որ առանց տրավմա ու հնարավորինս փորձենք հասկանանք երեխային, որտեղ այդ մանկությունը իրականում շատ վտանգավոր բան է մարդու կյանքում, որտեղ ենթագիտակցորեն նենց բաների է հանգեցնում ու բերում, որ երեխու մոտ իրականում լուրջ խնդիրներ են առաջանում այդ ամենից։ Այդ թեմայով էլ է իրականում ուզում եմ խոսալ այդ թեմայով, այդ մանկական տրավմաների։ Տեսեք, մեր օրերում ես մի հատ sense բան եմ միշտ իմ մոտ այդ հարցը առաջանում է, ասում եմ, լավ, այդ բառերը որ հələ չկային, չենք սովորել այդ մանկական տրավմա, քնի մասնագետ, դեպրեսիա, հա, չգիտեմ ինչ։ Ինչ էին անում մարդիկ։ Ու իրականում հիմա բան չունեմ ասելու, դե չէ, ամեն ինչ իրականում կիսակատակ է ասում։ Ճոգում ես պապիտ կարմիր ասեր մանկական տրիգեր ունեի միասին։ Հա, մանկական տրիգեր։ Ինչ cute ես բալել, բան պապին ասում, էլի, կտանեն գժանոց պապին, մի անգամից։ Հա, ինչ է ասում, դե միանշանակ դրա մեջ ճշմարտություն կա, ու չեմ ուզում տես մտնեմ, որտեղ մասնագետ չեմ, եթե մասնագետներ ասում են ուրեմն կա, բայց մի հատ սրա ուրիշ կողմն է գալիս, որ շատ է ծայրահեղանում այդ ամեն ինչը։ Ու ես շատ եմ նկատում ծնողների, որ
Սենց վայ երեխան սենց մի ասեք երեխային, սենց մի արեք, այնտեղ չգնա երեխան, ստեղ չնայի երեխան, հանգարց չվախենա, հանգարց եսի միշտ չնի, հանգարց Էդի թեորիայով Բայց ավելի շատ են այտենց արել, քան Չէ, կյանք ինքը բանի մասին է խոսում, որ մասնագիտական թեորիաներ են ստեղծվել։ Սուպեր գեր հոգատարության մասին չեմ խոսում։ Որ թեորիապես խոսքի ասում ես, վայ երեխան եթե սենց արեց, ուրեմն դրա ինչ-որ մի տերմին կա, չէ։ Էդի ոնց է օրինակ նույն դրա զուգահեռ բանը կարամ ասեմ, այն օրը Instagram-ով գովազդ է ռեջիսպերը, ինչպես բան արկածային վեբ գրելու կանոններ, տիպը դու անցնում ես այդ կուրսը ու թույն արկածային վեբ ես գրում։ Այսինքն Ժուլ Վերնը այն վաղ անցել էր այդ կուրսը, որ գրել էր։ Ճոգում ես, այսինքն հիմա որ նույն այդ երեխեքին դենց թեորիաներով ու բաներով են մեծացնում, կարող է եւ ինչ որ ստեղծագործ ու ազատ միտք ունեցող մարդիկ են մեռնում բուջուր տարիքից ու տենց մեծանում բան են դառնում։ Չեմ կարծում։ Չգիտեմ, ես դենց եմ մտածում։ Ըստիս այդ մեր սերնդի դաստիարակությունն ու եւ այլն ավելի շուտ երախոն ավելի ազատ մտածելակերպով ու ինքնուրույն է մեծացնում, քան մեզ են մեծացրել։ Քո ասածի հետ համաձայն եմ, բայց Բորիսի ասած տեսակը եթե լինի, էդի դենց չի լինի։ Չէ, իրականում շատ կա, որ նայ, էլի եմ ասում, ես ոչ թե խոսում եմ դրա մասին, օրինակ մեր ժամանակ ինչ էին ասում, չէ, որ հանգարց տակակի չմրսես, տակակի չմրսես, իհարկե այդ բանը հերիք դուրսը խաղաս արի տուն։ Անձրևա գալի չգնաս, հատ էս էր, այդ մի քիչ կարող շատ լինի, մի քիչ, ես էլ չեմ հասկանում ձեր ասածը։ Բանը երեխային տենց մի գրքին, ջրի մոտ չտանեք, թե չէ կարողա ջրից վախենա, հետո չկարանա լողանա ամբողջ կյանքում, չգիտեմ, ինչ որ մեկը ես տենց չեմ մեծացնում։ Գլուխը մի թռչե, եսի միշտ մի արեք, բայց վտանգները հիմա ավելի շատ են, քան այն ժամանակ, երբ որ մենք ենք հիմա այդ էկրանները, այդ ամեն ինչը, որ ազդում է երեխայի նյարդային համակարգի վրա, երևույթները հիմա շատ ավելի շատ են, քան երբ որ մենք էինք մեծանում, վտանգավոր իրականում։ Հիմա հնարավորինս պետք է փորձել երեխային էկրաններից հեռու պահել։ Մեր ժամանակ այդ խնդիրը չկար, հեռախոս չկար։ Հիմա կան վատ խաղեր, որ չգիտեմ, դեպքեր կան, որ երեխուն ինքնասպանության է ուղարկի այդ խաղը օրինակ, էլի։ Վտանգները հիմա շատ ավելի շատ են ու պետք է ավելի հետևողական լինես։ Բայց ուրիշ դեպքերում ըստիս մեր այս սերնդի դաստիարակությունը երեխեքին ավելի ճիշտ է, քան ինչ որ մեզ են դաստիարակել։ Միշտ այդ խնդիրը կա, չէ, շատ լավ թեմա է, բացասական անդրադառնանք դրան, բայց ինչ է ուզում ասեմ, միշտ այդ խնդիրը կա, չէ, սերունդների մեջ։ Որտե՞ղ է այդ, ինչի է գալիս այդ։ Ես օրինակ չեմ կարող, ու ես էլ եմ զգում, ես ին վրա զգում եմ, որ ինչքան գնալով մեծանում եմ, ես զգում եմ, որ ես ունեմ այն վերաբերմունքը ինձնից, ասենք, մի 10 տարի փոքրների հանդեպ, ինչը որ իմ հանդեպ են ունենում, ու ես ներվայնանում եմ։ Այն որ մեզ ասում են, «Արա, այս ինչ ձև եք ձեզ պահում, բան, ոնց որ մեր ժամանակ սենց չէր», ես կամաց զգում եմ, որ այդ սենց ծիլեր ա տալի այդ զգացողությունների մեջ ու արդեն վախենում եմ դրանից։ Շեքսպիրի չեմ հիշում, որ բանի պիեսի մեջ էր գրած, որ նույն որ տարում է, չէ՞ գրել, որ այդ ծնողը երախուն ասում է, մենք քեզ ազատ ենք մեծացնում, ասում է մեր ծնողները շատ խիստ են մեզ մեծացրել։ Ճոգում ես այն տարերում այդ բանը եղել է, այսինքն միշտ է եղել է, որ միշտ քեզ թվում է, թե դու քեզնից փոքրին ավելի ազատ ես մեծացնում, բայց իրականում իմ կարծիքով պլյուս մինուս սա նույնն է, մենակ հիմա նույն այդ մեր մեթոդները մեզնից հետո է սերնդի համար է ծաղալու լինելու ու անընդունելի է, այդ փաստը։ Հա, բայց միշտ այդ կոնֆլիկտը կա, չէ՞։ Միշտ ասենք երեխան մեծանում է, հաստատ միշտ ես չգիտեմ, տենց դեպք չեմ տեսել ուրիշ, որ ինչ որ մի բանից դժգոհ չլինեն ու չմեղադրեն ծնողին։ Միշտ տենց է, չէ՞։ Միշտ մի բան կա, որ ասում են, բայց դու որ սենց չաներ, ուրեմն սենց չէր լինի։ Հիմա գիտես, նույնն էլ հակառակը, բան, ավակսերունը միշտ կրսերներից դժգոհ է, որովհետեւ հիմա անկեղծ մի հատ բան կա, որ մեր ժամանակ անկեղծ չի եղել, տարիք բուջուրների մոտ տարիք հարգել չկա հիմա։ Որ հիմա որ դու դպրոցական տարիքում ինչ որ կռիվան էր բագում, քեզնից տարիքով մեծ մեկը կար վրա ջղայնանար, կգնայիք, չէ, ընկերներով կգնայիք դեից։ Հիմա չկա էդի, կարող է այս կան երախուն խոսքի ֆրազ մի բան ասես, ֆրա խոսքի, չգիտեմ, դա թեմա բռնի, ասի դու ով ես, որ ինձ ասում ես։ հայհոյի քեզ ինչու։ Ինչու ոչ։ Ինչու ոչ։ Չէ, բայց ինձ թվում է այդ տեսակը մեր սերնդում էլ է եղել, հիմա էլ կա։ Այդ չես կարա միանշանակ ասես, վայ մեր ժամանակ չկար, հիմա կա, այդ ամեն ինչը արդեն ծայրահեղացում է ինձ թվում է ու շատ դեպքերում այս սերնդին վատաբանում է, քան իրականություն։ Նայ, այդ էկրանների եւ հեռախոսների եւ ինտերնետի այս թեման որ բացեցիր, իմ մեջ շատ առաջանում այդ հարցը, որին ես իրականում պատասխան չեմ գտնում, մի քիչ դժվար թեմա է։ Դուք որպես ծնող ոնց եք պատկերացնում, ասենք Դանին մեծանում է,
ու արդեն իրային տարիքն է, որ չգիտեմ, գնում է դպրոց, ընկերներ ունի, բնականաբար ընկերներից այտենց բոլորը հեռախոսներով են լինելու եւ այլ գadgetներով, բայց նաեւ կա բան, որ ամեն դեպքում ոնց որ մի քիչ ուզում ես գոնե որևէ տարիք, չէ, երեխային հեռու պայես այդ ամեն ինչից, որովհետեւ մի քիչ անկառավարելի բան է, այսինքն եթե երեխան ունի հեռախոս ունի ինտերնետ ու կոմոդ չի, դու ինչ ուզի կարա անի, ինչ ուզի կարա տեսնի, ինչ ուզի կարա կարդա իմանա, հա, որը հետագայում կարա իրան վնասի ու վտանգավոր լինի։ Այ այդ եմ ասում, երբ որ ասում են, ես իմ երեխային մինչև 4 տարեկան քաղցր չեմ տալու, երեխա չպետք է տանից դուրս հանես։ Ես իմ երեխան հեռախոսի երես չի, ուրեմն դու էլ չպետք է հեռախոսով խոսես։ Հիմա երբ որ Դանին հեռախոսով խաղ չի խաղացել, մուլտիկ չի նայել օրինակ, ինքը մեկը, քանզի մեր ձեռս անդադ հեռախոսն է, ինքը ուզում է հեռախոսը վերցնի, իր ձեռքում պահի նստի։ Ու դու դրանով չես կարա այդ, ուրեմն հեռախոսները հանի տնից, եթե դու ուզում ես քո երեխան ընդհանրապես հեռախոս չտեսնի։ Բայց պետքա սահմանափակել, պետքա, չգիտեմ, մուլտիկներ, որ ցույց չտաս այդ նույն ինչքան կարող ես, ես ասում եմ, չես կարա երկար տարիներ դու քո երեխուն հեռու պահես։ Ուղղակի չես կարող, որտեվ հեսա գնալու է մանկապարտեզ, չգիտեմ, շփվելու է, համել, դες ինչ, սկսի խոսել, բան իր ընկերների հետ, իրենք նույն հետաքրքրությունները պետք է ունենան, ժամանակի հետաքրքրություններ, այսինքն մուլտֆիլմի հերոսներ են, չգիտեմ, այդ ամբողջությամբ երբ որ երեխուն փորձում են հեռու պահել, լավ հեռախոսները տանից անում են, այսին անում են, դա երեխայի վրա ազդում է միևնույն է, որտեվ ինքը իր սերնդակիցների հետ հավասարին չի լինում։ Ոնց որ 10-անիտ երեխայքա ռեյնջերներից խոսան ձերում թողած չլնեն, որ դու ռեյնջերները նայես, այդ կամպաշկից դուրս մնացիր արդեն, բայց չափի մեջ պետք է լինի, էլի։ Տարիքով մեծ տատիկ պապիկն են դաստիարակում, լրիվ այլ կերպ են դաստիարակում, երեխան հետաքրքրություն ունի մուլտիկների հանդեպ, ունի կոսմոսների, քիմիական երևույթների հանդեպ, այդ երեխան դպրոցում լեզու չի գտնում իր հասակակիցների հետ։ Այսինքն տարիքային մենք ինչքան ենք սիրում մուլտֆիլմ նայել։ Շատ ենք, չէ՞ նայում, չգիտեմ, նուպագադին, նայում են, բայց ուրիշ մուլտֆիլմներ։ Ես Երալաշի շապկեն որպես մուլտիկ նայում ուրախանում եմ։ Հա, նույն նուպագադին այնպես չի որ ճիշտ մուլտիկ ա եղել, մեր սերնդի համար թոքեմ։ Բաները գլխավոր հերոսները ծխում են, խմում են, ինչ ծխում են։ Դրա համար էլ սենց մեծ ասած։ Մենք բոլորս նապաստակի կողմից ենք, բայց նապաստակը աբյուզեր էր գալի հանդեպ, օրինակ է։ Նայ, վաղ մենք չգիտենք, որ նապաստակը աբյուզեր է։ Տոմի Ջեյն, ու հիմա եկեն, ես հիմա այն մոտ ինչ-որ վիդեոներ ա բերում, ես իրանց բաները այդ սիկրետի պասխալ կեք հետ իրանց ինչ շատ Տոմի Ջերի մեջ պոշլի բաներ է շատ կա իմիջայլոց։ Ես հիմա նայում եմ, ասում եմ աստված իմ, մենք այս ինչ պոշլի բաներ կա Տոմի Ջերի։ Բայց միևնույնն է, էլի եմ ասում, նայ, այդ նոր օրինակ բերեցի այդ գիտակցումն է, որ հիմա մեր օրյա մուլտֆիլմները, որ ես տենում եմ, այդ նույն բանն է, չէ՞, մեզ էլ են, չէ՞, ասում ես ինչա մեր ժամանակ էր մուլտիկը բան։ Հիմա մոտ այդ զգացողությունը անկեղծ եմ ասում։ Մի օր եղբորս երեխան նայում էր մուլտֆիլմը Կապիկի հետույքի մասին էր, իսկապես։ Տենց էլ կոչվում էր «Приключения Зады обезьяны»։ Ու ես ինձ զարմացած նայում, ասում լուրջ սենց մուլտֆիլմ կա։ Չգիտեմ, հետույքը ուռում էր, հետո ինչ-որ տարկածների մեջ էին։ Շատ հետույքային մուլտ է եղել։ Հա, բայց իսկական ինձ զարմացած եմ, ոնց լուրջ կոչվում է «Приключения Зады обезьяны», որ ապշելի, բայց փաստացի տենց է հական, բայց այդ հարցով պետք է օրինակ դու հետևողական լինես, չնայած որ երեխու ձեռքն է լինում, ինքը ինչի վրա ուզում մատը դնում նայում է։ Էդ էլ դու չես կարես երեխեքը ծնվում են, արդեն գիտեն սրանից հետո էսա պետք սեղմել, էսա ինչպես անել, որ սա անջատվի, ինչ միացնի, իրենք արդեն ենթագիտակցորեն ամեն ինչն իմանում են, բայց դու չես կարա հետ պահես։ Ուղղակի պետք է ուշադիր լինես, որտեղ մի հատ տարիք կա, որ երեխուն երթային համակարգն է, դեռ ձևավորված չի ու ձևավորվում է։ Նայ ոնց է, սա Էվելինան ամեն ինչ ուսումնասիրելով, ոչ մի բանից տեղյակ չի, սենց արծերից նստած է։ Ես գիտես ինչ եմ անում։ Ով հիմա մոնտաժների մասին է մտածում։ Հեռախոսս էս սպառում եմ 3 բանից սկսած, ասում եմ ալո, երեխան սկսում է լացել, որ 2 անգամ։ Ու դա մի քանի անգամ օրվա մեջ անում է, չգիտեմ երեխու մեջ ինչ վախ է մտել հեռախոսից, ինչն է շարժում, չեմ կարա ասեմ ինչն է երեխու մոտ։ Որ հա, վիդեոն անդադ այսօր 10 անգամ նայել ծիծաղացել է ոնց է երեխուն լացացնում, կդնի դու էլ կնայես։ Նյարդային համակարգի մասին ձևավորելու բաներ ասում։ Ու այդ էկրանները շատ են խանգարում, դրա համար օրինակ շատ խնդիրներ կա, որ երեխու մոտ առաջանում է։ Ну, չգիտեմ, երեխաները սկսում են ուշ խոսել կամ այլ, ու շատ հաճախ, ոչ չեմ ասում բոլոր դեպքերում էլի, բայց այդ էկրաններն են, որ խանգարում են երեխեքին։ Բայց մի տեսակ sense բան է էլի դառնում, ոնց որ անելանելի վիճակ է, ոչ կարաս արգելես, որ չարգելես էլ ինչի, բա ինչ անես։
Չգիտեմ, անկեղծ այն Netflix-ը մի հատ սերիալ էր նկարել այդ մասին, որ ինչ էր վերնագիրը։ Այն պատրոստը կա։ Դա հենց դրա մասին էր, որ եթե այն ժամանակ երախուտ կարա իր տունը փակեր ու ինքը տենց կտրվեր խուժան շրջապատից, հա, չագերտավոր, հիմա ինքը կարա տունը փակված ինտերնետով ավելի վատ բաների մեջ ընկնի, քան խոսքի դրսում էր։ Այդ սերիալը դրա մասին է, բայց դա է լուծումը չի տալիս։ Այսինքն, հա, ինչ որ անելանելի բան կա ու չգիտեմ, պետք է այդպես զուտ կենսափորձ ունենաս, որ հասկանաս ըստ դրա ոնց կողմնորոշվես։ Մի այսպիսի հարց էլի անցում կատարենք Հովհաննես ջան մեր ոլորտին, Հովհաննեսից պաշտոնական եմ խոսում ձեր հետ։ Ասեք Բորիս ջան, ուշի ուշով լսում։ Դուք որպես ռեժիսոր, չէ, սա հիմա այս թեման բացում եմ ու հարցնում եմ, որովհետև անսահման շատ են ինձ գրում, համոզված եմ քեզել, դու ռեժիսոր ես։ Ոնց է դա կատարվում, ոնց ես դու օրինակ դու անձամբ դու ընդհանուր ձևերի մասին չեմ ասում։ Ինչն ես նայում մարդկանց, ոնց ես ընտրում, ոնց ես հավանում կամ չես հավանում, ոնց են գալիս կոմոդ քասթինգի։ Մի հատ ասա թող ասենց ընդհանուր լսեն, որովհետև իրոք շատ են հարցնում։ Պրոյեկտից է իրականում կախված։ Պրոյեկտներ կան, որոնք որ թույլ են տալիս բաց քասթինգ հայտարարես ու դու էլ քո համար նոր դեմքերի բացահայտես ու հասկանաս օրինակ, չգիտեմ, այդտեղ կարելի է հիմնականում միշտ լավ է այն պրոյեկտը, որտեղ որ կան համ հայտնի կոմերցիոն հաջողված դեմքեր, համ նորեկներ։ Իրականում իդեալական քասթը է դա միշտ։ Բայց ինչքան քիչ է լինում, որ այդպես է լինում, էլի եկեք այդ մասին էլ խոսենք։ Դուք ինչով որ սկսել եք, այդպես ա եղել։ Այդպես ա եղել։ Հիմա այդ դրանից հետո հատուկ դասարանը եղավ 2022 թվականին, երբ որ մի քանի 7-8 հոգի նորեկներ նկարահանվեցին, հայտնի դարձան եւ այլն։ Դրանից հետո տենց դեպք եղել է։ Դե դրանից հետո տենց պրոյեկտ իմ մասին ես խոսում առասարակ, թե ոլորտի մասին եմ։ Պայքարում ես որ լինի։ Չէ, դրա վրա դա տանձա դեմքեր հայտնվել են, մեզ մոռանան, ժողովուրդ, չէ, թող չհայտնվեն։ Նայ, կան պրոյեկտներ նաև, որոնք որ ես օրինակ իմ բավ ասեմ, որ կարդում եմ սցենարի, ես արդեն գիտեմ, որ օրինակ այս դերի համար պատկերացնում եմ այս կամ այս մարդը, ես արդեն ոնց որ այդ մարդկանց կանչում եմ, քասթինգ եմ անում ու ըստ դրա ջոգում եմ, էլի ինքը օքեյ է, թե օքեյ չի այդ դերին։ Կամ երբ որ ինչ որ կամպաշկա պետքա լինեն սյուժեով, մի հատ բոլորին իրար հետ ես նայում, տենաս այդ մարդկանց մեջ քիմիա կա, թե չէ։ Կարա առանձին օրինակ խոսքի դու լավ դերասան լինես, ինքը լավ դերասան լինի, Պողոսը լավ դերասան լինի, բայց ընտրվեն ձեզնից ավելի մի քիչ թույլ դերասաններ, բայց իրանք իրար հետ կոնկրետ քիմիա ունենան, էլի։ Այդ կրիտերիաներից մեկն է իմ համար, որ այդ ակտորները իրար հետ ունենան քիմիա։ Իսկ քո հետ ասածի հետ կապված հա, իրականում լինում են դեպքեր, որ քասթինգ հայտարարվում է, բայց արդեն իսկ ոնց որ այդ քասթինգը պրոստը շոու է լինում ու այդտենց դեպքեր են լինում, հա։ Շատ հաճախ այ մեր ոլորտում դարձել, որ հայտարարվում է քասթինգ, բայց չգիտես ինչի այդ քասթինգը, այսինքն ընտրում են էլի նույն մշտական դեմքերը։ Հա, դա է լինում իրականում։ Հիմնականում հիմա այդպես ասեմ լինում են հատուկ դասարանի նման, որ 2022 թվականին եղավ, մի 8 հոգի։ 5 անգամ էլ ասա։ Նոր 7 էր, բայց այդ 8-ը ով է 8-րդը։ Չեմ կարա հիմա հաշվեմ քանի հոգի ենք, բայց ամեն դեպքում հիմա հիմնականում կաստինգը դարձել է նման բան, հայտարարվում է, թատերական ավարտած երեխեքը սրտատրով գնում են, սպասում են, բայց այդ կաստինգը իրականում էական նշանակություն չի ունենում։ Չէ, բայց նայած, չէ, ես քո հետ համաձայն չեմ։ Նայած կաստինգ, նայած պրոյեկտ ու քո տաթերական ավարտած երեխեքի մեծ մասն էլ միանգամից գլխավոր դեր են ուզում ու միանգամից շատ փող են ուզում աշխատեն, էլի նորմալացրել։ Բայց ես այն կարծիքին եմ, որ շատ հաճախ նորմալ է դա, որովհետև մարդիկ գնում են կրթություն, չէ, դա երբ որ մարդը իր գործը նոր է սկսում, պետքա ինքը մի քիչ կոմպրոմիսների է գնա, պետքա մի քիչ Եթե ոլորտում լինեին միայն դերասաններ, ես կհամաձայնեի։ Խի ոլորտում միայն դերասաններ չեն, որովհետև մի հատ էպիզոդիկ սիրուն դեր է լինում կանչում ես դերասանին, վայ, բայց քիչ է այս դերը, ես չգամ նկարվեմ, ստիպված նկարվում է ոչ դերասան, հետո այդ ոչ դերասանին տենում է մի հատ ուրիշ մարդ, ասում է, վայ, ես ինչ լավ է խաղում, սպասի բերեմ նկարեմ, բայց եթե բոլոր դերասանները կան խաղարկային կերպարներում նկարվեն, արդեն դաշտում կլինեն միայն դերասաններ։
Դե միայն չէ, բայց հա, տենց Համեմատ ցիկան կա, դա իրականում Ես այդ խնդիրի հետ համաձայն, որ լավ, պետքա սկզբում, չգիտեմ, փոքր դերից սկսես կամ միգուցե մասսայական տեսարաններից սկսես համաձայն եմ։ Էվոր կարաս դու գլխավոր տեղ կարող եմ խոսել վերջացնել, շնորհակալություն։ Իսկապես կարաս սկսես մասսայական տեսարաններից եւ այլն, բայց երբ որ մարդը գնում է, չգիտեմ, նույն տարիներով կրթություն է ստանում, թեկուզ աշխատում է թատրոնում ու իրան վատ է զգում գա մասսայական տեսարաններում խաղալ, երբ որ չգիտեմ, գլխավոր հերոսը ոչ դերասանա, ոչ կրթություն ունի, միգուցե հիմնականում են մարդիկ, ովքեր խաղում են, բան չունեմ ասելու, մասնագիտության մարդիկ չեն, բայց խաղում են, հիմնականում լինում են տաղանդավոր, բայց կա նաև մաս, որ տաղանդավոր չի, բայց խաղում է ու գալ իր կողքը նստել մասսայական տեսարան խաղալ, հնարավոր է, որ նորմալ է, որ համաձայն չի լինում մարդը։ Ես դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ նրա մասին, որ մարդուն կանչում ես, ասում ես արի նկարվի, ինքը ասում է չէ, դերս պուջուրա չեմ Չէ, նայ, իմ հարցը հիմնականում վերաբերում է, ես ուզում եի դու այսպես կոնկրետ, որ մաքսիմալ հասկանալի լինի, ասենք, նայ, ես եկել եմ, ես դերասանն եմ, համարենք, եկել եմ քաստինգի, օրինակ դու ինչին ես, ոնց ես ինձ վերլուծում, ոնց ես նա վիզուալ, թե իմ խոսքին ես ուշադրություն դարձնում, եթե կա հստակ կերպարի նկարագիր կա տված, որ ես փորձում եմ քեզ ինչ-որ կերպարներից մեկում տեսնեմ, բայց եթե դու ընենց ես ինձ դուր գալիս, որ ես ջոգ ու եղել է դեպքեր, դու լավ գիտես, որ ես քեզ այդքան դուր եմ։ Էդի միշտ, բայց բան որ դերասանը եկել է քաստինգի ու ինքը ոչ մի դերին համապատասխան չի եղել, բայց այնքան որ շատ լավն է, էլի, ու չասեմ լավ է, շատ է դուր եկել ինձ ու ընդհանուր սաստավին, մենք իր համար կերպար ենք մտածել, որ ինքը լինի այդ պրոյեկտում։ Ու եղել է, այս հիմա էլ է նորից այդպես բան եղել, հələ փակագծեր չենք բացի, բայց շուտով Մի խոսքով կապ չունի մարդը իրան ոնց կպահի ինչ կանի, դա արդեն իրանից կախված չի։ Չէ, արի մարդու պահվածքից եթե խոսացիր, պետքա մարդ որպես իրան պահի։ Եթե գալիս է այսպես պրոստը ձիվայ է մտնում քաստինգի տեղում sense նստում է ու ուզում է որ բոլորը իրան հովարով այսպես բաներ անեն, բնականաբար ոչ մեկ չի ուզի այդպես մարդու հետ աշխատել։ Բայց եթե իրոք մարդ է, կուրսխեքս էր ասում էր մերնեմ ջոնի, դա ամենամեծ մասնագիտությունը մարդ լինելն է։ Եթե ինքը որպես մարդ է գալիս ու համել շնորհքով դերասան է, ինչի չաշխատի։ Դե բոլոր ոլորտներում է այդպես։ Դուք ծանոթացել եք սերիալի աշխատանքի ժամանակ, չէ՞, սերիալում, պրոյեկտում։ Շփվել ենք սերիալի նկարի։ Ավելի վաղուց եք ճանաչում, ես չեմ։ Մեզ մի քանի անգամ ծանոթացրել են, բայց դից կարելի է չհաշվել, որտեղ Բայց ինչի։ Չես հիշել դու ինձ որտեղ։ Ես չեմ հիշել, բայց դու մտել ես անդադ էջ նկարներս ես նայել։ Այո, դե հավանել եմ, այո։ 2018 թվականին։ 18 թվականից, այդքան Համլետը Ղազարյան Վաղամերիկ մեզ Դե ինչ որ Համլետը Ղազարյան Հովանեսի ընկերն է, ամեն ինչ կարքին է այդ մարդու այդ podcast-ում։ Վաղամերիկ։ Մեզ ծանոթացրեց իրար հետ, ես հավանել էի նրան եւ Համլետ ինչ է Էվելինային ու հետո դից մտնում էի եջնայում էի եւ այլն, բայց չեմ գրել էլի, դից խասյատ չունեմ որ մտնեմ գրեմ Հետո եկաք սկսեցիք իր հետ աշխատել, արդեն այդ этаպը գիտեմ։ Չէ, մի հատ չգիտես այդ этаպը, այդ պատմությունը քչերը գիտես։ Այ հա, ուզում եմ պատմեք բոլորը իմանան։ Եկա առաջին օրը հատուկ երկրորդ օրը հատուկ դասարանի կաստինգի առաջին օրը ռեժիսորը այլ էր, Հայկներ ու երկրորդ օրը տեսա որ Հովանա ու մի քանի օր առաջ դրանից երևի թե Մարիամ Ադամյան մեզ ծանոթացնում է։ Ու ինչ դժբախտություն։ Հա ու մի անգամից հիշում եմ, ասում վայ, սեն տղան էր որ Մարիամը ծանոթացրեց, բայց ու այդ օրը նենց է շփվում։ Չէ, այդ օրը անկեղծ հավանում եմ իրան, մտքումս։ Ու գնում եմ աշխատանքի վայր։ Մի հատ էլի Հովանունով տղա ունեինք 15 Հովանովը է։ Հա, ինչ տարբերություն ունի։ Չէ, 15-16 տարեկան Հովանես ասում մի տեսակ ինչ ասում մի հատ տղա կա, նենց եմ հավանի, անունն էլի Հովա էր։ Ասում էր բայլը մտի էջը ցույց տուր։ Ուտնում եմ չերես Մարիաման եմ գալի, միջետ էջը չգիտե, էլի նայում եմ այդ տղային ցույց եմ տալիս, այդ տղան հեռախոսից վերցնում է, արագ ընկերության հայտ է տալիս Հովային։ Ես է տեսա ու վիդամենիա եկավ այդ բանով որ հեռախոսով արագ վազում եմ, վերցնում եմ, հանում եմ։ Հա, ես ասի մի անգամից չընդունեմ էլի, դենց սպասեմ ժամանակ անցնի նոր ընդունեմ։ Ինքը հետի հետո հանում է։ Ինչ ամոթ է, որ ես մարդու մոտ առաջի օրը կաստինգի եմ գնացել, հանկարծ մի ժամ հետո ես իրան ընկերության հայտ եմ տալիս։
Դե իրականում դա ես չէի։ Դե արագը գնում եմ հեռախոսս վերցնում եմ հովայի ձեռքից, ջնջում եմ հայտը ու մտածում եմ, որ ինքը չի տեսել։ Ինձ էլ է թվում այդ հովոին ես չեմ տեսել, բայց հա հետո ես ուզում եմ Հովին էլ անուն էլ աղալար է, մտածի ասել լավ հովը կասի։ Հա։ Հետո ես ուզում եմ հետ իրան ընդունեմ իրա տված այդ friend request-ը։ Ուզում եմ ընդունեմ իրա friend request-ը։ Ես սխմում եմ, ջոգում եմ, ես եմ իրան ուժը friend request ուղարկել, որտեվ ինքը ատմենայա տվել։ Դեք ոնց ամաչեցի, որ տեսնեմ ինքը, այսինքն ինքը տեսել է իմ ընկերության հայտը տեսել է, որ ջնջել եմ ու հետա գիտեք ոնց եմ ամաչել այդ պահին։ Ուժեղ։ Ես էլ դե գիտես, այդ ինտերնետներից լավ չեմ, բայց դա այն կապուտի վրա սխմեցի։ Կապուտ է, մարդու գոր։ Հա, ու հետո դե հաջորդ օրը էլի անցնում եմ բարձվում կաստինգի հաջորդ փուլ եմ անցնում ու ամաչում եմ բարև եմ անկեղծ այդ սիտուացիայից այդ ամեն ինչի սրտված, ամաչում եմ բարև եմ։ Հետո դարձանք լավ ընկերներ ու արդեն Բայց ես իրան, որ հետո հավանել է, ընկերներիցս մեկին հարցրեցի, ինձ ասին, որ ընկեր ունի, ասի դե լավ հիմա ինչ անենք, ուրեմն կաստինգը անցել է, ինքը գիտեր ընկեր ունեմ, հա, դենսի դրա համար էի կաստինգն անցել։ Հետո երբ սկսվեց, մեզ անցեք բուն թեմային։ Էդի սկսվեց սյոմկեքից պրոյեկտում իրար։ Չէ, մի քանի ամիս անց Մի քանի ամիս ասա անց ինքը իմ friend zone-այում էր, ինքը սիրարվել, բայց ինքը ինձ էր սիրահարվել։ Իսկ հիմա լսենք հովոյի տեսակետ։ Չէ, ճիշտ է ասում։ Ինտրիգ չես կարա գտնալ։ Հա, ու այդպես երկար պայքարեց, մոտ ամիս ու կես։ Հետո սկզբից Երկար պայքարեց 3 օր։ 3 օր ու 4-5 ժամ։ ահա բարեք։ Երկուսով։ Ես էլ հարցեր չունեմ։ Ոսկով։ Դե ինչ Ժողովուրդ ջան, մոտենում ենք մեր ավարտին։ Բայց ես ավարտից առաջ ունեմ մի քանի բլից հարց։ Աշխարհի ամենահանճարեղ դերասանը։ Հայ թե արտասահմանցի կարևոր չի։ Ջեք Չիլենհոլ։ Ջեք Նիկոլսոն։ Ամենահանճարեղ ֆիլմը որ նայել եք։ Interstellar։ Начало։ Ամենահանճարեղ երաժիշտը։ Pink Floyd։ Ես Շոպեն կասեմ։ Շոպեն։ Վերջի գիրքը որը կարդացել եք ու խորհուրդ կտաք։ Բանը Somerset Maugham թիատր։ Ալան Պոյի անուշներ, մղձավանջներ ամբողջ ժողովածուն։ Դա մի հատ էլ վերջում մեր հետևորդներն ասես մի հատ դրական լիցք, ասես մի հատ լավ բան չգիտեմ, խորհուրդ, ասես մի բան ասես փոխանցեք, դու այն կամերային, դու այն կամերային ու վերջացնենք, ասեք։ Եղեք երջանիկ ու ինքներդ ձեզ շատ սիրեք։ Ինքներդ ձեզ սիրեք, լավ բաներ տարածեք ձեր շուրջը, կյանքը սիրեք, նամրուտ մի եղեք, ձիվանի կրիծիկ մի եղեք։ Դե ինչ ժողովուրդ ջան, ուրեմն սիրեք ինքներդ ձեզ, նամրոտ մի եղեք, մի քննադատեք մարդկանց անիմաստ, եթե քննադատում եք, դրա մեջ դրեք գոնե որևէ իմաստ, քաստինգներին գնացեք ժպիտով բարեցակամ եւ համեստաբար, իսկ մենք կապի մեջ էինք, bye bye